փողոցների խնդրի մասին դեռ 2025 թվականին օրինակ պետք է Արինբերդի փողոցը վերանորոգել եւ մյուս այլ փողոցներ եւ մարդիկ որպեսզի փոսերը չմնան տեսել եք ձեր նկարներին վակցինի ներսկսումը այսօր ժամը 11-ին ամբողջ քաղաքով մեկ սկսելու ենք կտրման աշխատանքներ ասֆալտի բոլոր այն հատվածներում, որտեղ ունենք նոր փոսեր, դրան զուգահեռ վարչական շրջանների ղեկավարները շատ խորը եւ վտանգավոր փոսերում իրականացնելու են որոշակի տեսակի նյութ են լցնելու այդ փոսերը եւ արդեն վաղը չէ մյուս օրվանից երբ որ եղանակ արդեն վերջնական թույլ կտա, որովհետեւ վաղը ամենայնավանականությամբ չեն կարող ամբողջ քաղաքով իրականացնելու է ասֆալտապատման աշխատանք։ Պարոն Ավինյան, գործակարգավարական թվականին ինչու Արինբերդի փողոցը չվերանորոգվեց, որտեղ ասել էի քաղաքապետարանն ասել էր վերանորոգելու է։ Որովհետև մենք ունեցանք ձգձգումներ նախագծող ընկերության հետ կապված նախագծման աշխատանք։ Պարոն Ավինյան, գործակարգավարական նիստի ժամանակ դուք ասացիք, որ աննախադեպ քանակի աղ էր լցվել եւ նաեւ դրանով էր պայմանավորված այս փոսերը, որոնք քաղաքում եղել են, բայց ՏԿ նախարարը այլ բան է ասում, որ այդքան աղ չի լցվել, որից կարող է իրենց սարքած ասֆալտը բացվել եւ դառնալ։ ՏԿ նախարարը միանշանակ ճիշտ է ասում, եւ ՏԿ նախարարը խոսում է այն մարզային ճանապարհների մասին, որ մենք նոր ենք հիմնանորոգել կամ միջին նորոգման աշխատանքներ արել։ Երևան քաղաքում բոլոր այն տեղերում, որտեղ որ մենք իրականացնում ենք միջին նորոգման աշխատանքներ, նմանատիպ խորքային խնդիրներ չեն առաջացել։ Էլի նախկիններն են մեղավոր, պարոն Ավինյան։ Այս խնդիրները Երևան քաղաքի փողոցային ցանցը ահռելի մեծ է։ Եվ իրականում մենք փուլային դեռևս 2 տարի առաջ դրա համար էլ սկսել ենք միջին նորոգման աշխատանքները, իսկ այս տարի նաև իրականացնում ենք հիմնանորոգման։ Իսկ հաղթանակ թաղամասին երբ է հերթացնելու։ Արինբերդինը ասացիք։ Հաղթանակ թաղամասին այս տարի ունենք կոյուղու ծրագիր, ունենք սկսել ենք քննարկելություն մանկապարտեզի ծրագիրը, ունենք խնդիր փողոցների հետ կապված, ասֆալտապատման հետ կապված, հենց ասֆալտապատման անելու ենք անպայմանորեն աշխատանքներ, մի մանկապարտեզ ամբողջապես հիմնանորոգել ենք եւ ոչ միայն դա, այնտեղ շատ այլ աշխատանքներ են։ Աշխատանքների ակտիվացումը նախընտրական շրջանում է պայմանավորված, պարոն Ավինյան։ Երբևէ դա նախընտրել համենայն դեպս Երևանի քաղաքապետարանը, թե դուք կարող եք ամեն տարվա մեր աշխատանքների ծավալը նայել, մեր աշխատանքների ծավալը նախորդ տարվանից ընդհանրապես մի փոքր է, ավելի միշտ։ Պարոն Ավինյան, կառավարության նիստի ժամանակ ներողություն, երբ դուք զեկուցում էիք նորագյուղ թաղամասի հետ կապված, նշեցիք, որ եթե չեք սխալվում, մինչև 70 հարկանի երկնաքեր է լինելու, բայց պարբերաբար Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի հետ կապված խնդիրներ են լինելու եւ դուք նաեւ վստահեցիք, որ նորակառույց շենքերը սեյսմակայունության վտանգ չեն ունենալ, բայց այն ավելի ցածրահարկ, 20-17 հարկանի շենքերի բնակիչները օրինակ բողոքում են իրենց շենքի ֆասադային հատվածի, որ դեռ իրենք չեն գնացել ապրելու, բայց այդ կառուցապատված շենքերի ֆասադները փլվում են։ Դուք այս պայմաններում, այս կառուցապատման որակով ինչպես եք պատկերացնում 70 հարկանի երկնաքեր կառուցել Երևանում։ Մենք իրապես ունենք կառուցապատողներ, որ իրենց աշխատանքը պատշաճ չեն իրականացրել, ինչպես դուք եք նշում, բայց սա չի նշանակում, որ չկան նաև կառուցապատողներ հենց մեզ մոտ Երևանում, ովքեր որ ունակ են շատ որակյալ եւ լավ կառուցապատում իրականացնել, իսկ ինչ վերաբերում է նորագյուղ նախագծին, օրինակ դաունթաուն նախագծին, այդտեղ մենք վստահաբար ավելի շատ փորձելու ենք նաեւ ամենախոշոր հատվածների համար միջազգային փորձ բերել, որովհետեւ այն ինչ ուզում ենք իրականացնել նորագյուղում, դրա փորձը Հայաստանում չկա։ Շնորհակալ եմ։